Փառք Տիրոջը, սիրելիներս, այսօր իմ տիկինը խոսեց Ղևտացոց գրքից եւ ես ընդհանրապես գաղափար չունեի։ Այսօրվա մեր խորհրդածության նյութը լինելու է հենց Ղևտացիներից, որովհետեւ Ղևտացիների մեջ է խոսվում քահանայության դերի մասին։ Աստված ընտրեց Ղևտացիներին մի ցեղ Իսրայելի 12 ցեղերից եւ իր համար քահանայություն սարքեց, բայց սկզբից այդպես չէր։ Սկզբից Աստված այդպես չէր մտադրվել, երբ որ գնանք Ելիս 19 6-րդ գլուխը, ուրեմն Ելիս 19 6-րդ գլուխ, ճանաչում, բայց ոչինչ։ Ուրեմն նայեք ինչ է ասում Տերը. Եվ դուք ինձ համար քահանաների թագավորություն եւ սուրբ ազգ կլինեք։ Սրանք են այն խոսքերը, որ Իսրայելի որդիներին պետք է ասես։ Սա ասում է Տերը Մովսեսին, որպեսզի Մովսեսը փոխանցի Իսրայելին։ Ի սկզբանե Աստված ընտրել էր Իսրայել ազգը, որպեսզի իր ներկայացուցիչը լինի բոլոր ազգերի մեջ։ Բայց Իսրայելը մեղքի պատճառով մի բան, որ Տերը նախատեսել էր, որ Իսրայելը լինի, ինքը որոշեց, որ այդ դերը պետք է տա մի ցեղի, Ղևտացիների ցեղին, որպես քահանայություն, որպեսզի Ղևտացիները ներկայացնեն ժողովրդին առ Աստված եւ ընդհակառակը Աստծուն առ ժողովուրդ։ Սակայն հետաքրքիր է, ինչի 12 ցեղերի մեջից հենց Ղևտացիներին ընտրեց Տերը։ Ինչի ընտրեց Ահարոնին որպես քահանայապետ, ինչի Մովսեսը ինքը Ղևտացիների ցեղից էր, որտեղ շատ հետաքրքիր պատմություն կա կապված Ղևտացիների հետ, բայց նախ դրան հասնելը ուզում եմ մի փոքր ներկայացնենք այդ պատմական իրավիճակը, որ Իսրայելը հասել էր։ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ 400 տարվա գերությունից հետո, Մովսեսի միջոցով անապատի մեջ եկան միտեղ, հասան Սինա անապատը, Սինա լեռան մոտ եւ կանգ առան մոտորապես 9 ամիս եւ Աստված սկսեց իր կանոններն ու օրենքները ժողովրդին տալը։ Եվ կար մոտ 3 միլիոն ժողովուրդ, մի Մովսես եւ ոչ մի կարգ ու կանոն։ Աստված պատվիրեց խորանը կառուցել։ Խորանի մասին մի քանի կիրակի առաջ մեր Էդգար եղբայրը մանրամասն բավականաչափ ինքը մոտորապես ներկայացրեց, թե իրանից ինչ էր ներկայացնում խորանը։ Ասենք, որ խորանը ամենակարևորը, որ երկնայինի պատկերով երկրի վրա Տերը ուզեց, որպեսզի այդ խորանը պատրաստվի, որպեսզի մարդիկ սկսեն պաշտել, հասկանան պաշտանմունքի ձևը, որովհետև երբ որ մենք գնանք երկինք, այդ երկնայինի ձևով ենք Տիրոջը պաշտելու։ Դրա համար Տերը այս երկրային կյանքը մեզ սովորեցնում է, պատրաստում է, որպեսզի երբ որ մենք գնանք երկինք, դժվարություն չունենանք երկրպագության, Տիրոջը երկրպագելու։ Որտեղ պատկերացրեք անսահմանություն, հավիտենականություն, ոչ աշխատանք ենք ունենալու, ոչ մի բան, առավոտից գիշեր պետքա Տիրոջը փառաբանենք։ Ոնց եք պատկերացնում։ Եթե մենք հիմի շաբաթը մեկ անգամ զլանում ենք, գանք Տիրոջը փառաբանենք, ես չգիտեմ, ամբողջ մեր օրերը եւ հավիտենականությունը մենք ոնց ենք Տիրոջը փառաբանելու։ Եվ այսպես Տերը ասում է խորանը պատրաստիր, Մովսես։ Խորանը Իրանից ներկայացնում է 70 ոտնաչափ երկարություն եւ 50 ոտնաչափ լայնություն մի փայտից, սատիմի փայտից, որ անապատի մեջ էր, ժողովուրդը հավաքում է այդ փայտը եւ այդ փայտից եւ կաշվից, մորթիներից որպես տանիք կառուցում են այդ խորանը, որպեսի քահանաները իրենց ծառայությունը, իրենց պաշտամունքը, իրենց զոհերը, նաև ընծաները, տարբեր ընծաներ կային, մենք հիմա չենք մանրանալու, որտեղ եթե մանրանանք շատ ձանձրալի անհետաքրքիր կլինի, բայց ասեմ, որ կային տարբեր տեսակի, կային պարտադիր ընծաներ եւ կային ըստ ցանկության։
Եվ ինչպես նաև տոները, կային պարտադիր տոներ, որոնք 3-ն էին եւ Տերը պատվիրել էր անպայման այդ 3 տոներին ամբողջ Իսրայելը մեկտեղ հավաքվեր եւ հետագայում նաև Երուսաղեմում, որտեղ տաճարը Երուսաղեմում էր լինելու։ Եվ այսպես տաճարը բաղկացած էր 3 մասից, այսպես ասենք, 2 մասից սրբությունը եւ սրբության սրբոցը։ Եվ կար այդ նախագավիթը, որտեղ Իսրայել ժողովուրդն էր հավաքվում, դրանից առաջ իրանք չէին գնում։ Նայեք, որտեղ մենք խոսելու ենք սրբության տարբեր աստիճանների մասին։ Տերը բոլորս ուզում է, որ սուրբ լինենք, բայց Տերը առանձնահատուկ սրբություն էր պահանջում իրեն ծառայող քահանաներից, ղևտացիներից, ել ավելի քահանայապետից։ Մենք այս ամեն ինչը տեսնելու ենք, բայց ինչպես կասի հովիվը, սա մեզ ինչ է տալու, որտեղ մենք նայելու ենք նաև նոր կտակարանի քահանայի դերը, որովհետև ըստ առաջին Պետրոս 2-րդ գլխի սիրելիներս, նայեք թե ինչ է ասում առաջին Պետրոս 2:9. Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիչը կանչեց իր զարմանալի լույսի մեջ, որ դուք ժամանակով ժողովուրդ չէիք, բայց հիմա ժողովուրդ եք։ Եթե 5 կտակարանում Աստծուն միայն ղևտացիները պետք է ծառային ու կարող էին ծառայել, նոր կտակարանում մենք բոլորս քահանաներ ենք, սիրելիներս, մենք բոլորս կանչված ենք Տիրոջ առաքինությունները քարոզելու։ Մեզ Տերը դեռ չի ասել, որ միայն հովիվը կամ սարկավակը կամ եպիսկոպոսը պետք է ծառայեն, մենք բոլորս ծառայողներ ենք։ Սա մեր ականջներին օղան ենք, բայց Տերը նույն սրբությունը չի պահանջում կամ ակնկալում բոլորից։ Տերը ակնկալում էր բարոյական խիստ պահանջներ քահանաներից եւ մենք դա տեսնելու ենք շուտով։ Եվ այսպես, ինչու ղևտացիները։ Ղևտացիների ընտրությունը շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ Գնանք Հակոբի ժամանակները, երբ որ Հակոբը օրհնում էր իր զավակներին, իր մահվան մահճի մեջ, ուրեմն նախ դրան հասնելու ուզում եմ նաև սա ասել, որ երբ որ Աստված Իսրայելին հանեց Եգիպտոսից, 10-րդ վերջին այդ պատիժով ինքը կոտորեց եգիպտացիների բոլոր առաջնեկներին, բայց փրկեց Իսրայելի առաջնեկներին։ Եգիպտոսի բոլոր առաջնեկները մահացան, բայց Իսրայելի առաջնեկներին բան չեղավ։ Եվ երբ որ ինքը Եգիպտոսից հանեց, Իսրայելին ասեց, այդ առաջնեկները, որ ես խնայեցի, իմն են։ Եգիպտոսից դուրս գալուց մինչև Սինա անապատը հասնել այդ 9 ամսվա ընթացքում մոտավորապես 2-3 միլիոն իսրայելացուց ծնվել էր 22,000 առաջնեկ եւ ասեց այդ 22,000 առաջնեկը իմն են։ Բայց Տերը նաև սահմանել էր փրկագնման օրենքը։ Փրկագնման օրենքը այսպես էր աշխատում. եթե դու քո երեխայրիներից, քո անասուններից, քո բերքից պետքա առաջին պտուղը 10 տիրոջը, դա պատվեր էր։ Եթե քո եզը, որ պիտի 10 տիրոջը, ինքը քեզ պետք է դաշտում աշխատելու համար, Տերը ասում է փոխարինիր մի ուրիշ կենդանիով։ Եվ այս փոխարինման, այս համակարգը Իսրայելի մեջ գործում էր։ Եվ հիմի Տերը այս առաջնեկների փոխարեն, որտեղ 1-2 ամսեկան երեխաները ինչ պիտի աներ Տերը։ Ասեց ես ընտրում եմ մի ցեղ այդ քանակի, որ ինձ ծառայի։ Եվ ընտրությունը ընկավ ղևտացիների վրա։ Շատ հետաքրքիր է։ Ինչի ընկավ ղևտացիների վրա։ Երբ որ գալիս ենք Հակոբի, ինչպես որ նոր ասում եմ, երբ որ գալիս ենք Ծննդոց 49-րդ գլուխը, հետաքրքիր մի բան ենք տեսնում։ Ուրեմն Ծննդոց 49-ը կկարդամ 5-րդ համարից մինչև 8-րդ համարը։ Հակոբը իր մահվան մահճի վրա սկսում է իր 12 որդիներին օրհնել։ Եվ ըստ այս օրհնության 12 ցեղերը, երբ որ մտնեին Քանանի երկիր, իրանք այդ օրհնությունները վայելելու են։ Եվ նայեք ինչ է ասում Շմավոն եւ Ղևի եղբայրների համար։ Ղևին դա ղևտացիների հայրն է։ Նայեք ինչ է ասում։ Անիրավության գործիքներ են նրանց սուրերը։ Մենք կվերադառնանք սրան, թե ինչի է այսպիսի բան ասում Տերը Ղևիին եւ Շմավոնին։ Եվ հետո
7-րդ գլխի վերջից շարունակում ենք. կբաժանեմ նրան Հակոբի մեջ եւ կցրեմ Իսրայելի մեջ։ Հակոբը Շմավոնին եւ Ղևիին տարածք բաժանելու մեջ չի խոսում, չի ներգրավում, ասում է կցրվեք Իսրայելի ժողովրդի մեջ, Իսրայելի մեջ կցրվեք, ժառանգություն, բաժին չեք ունենա։ Սա համարյա անեծքին համեմատ մի բան էր։ Ինչի համար է Հակոբը սա ասում։ Ավելի հետ գնանք։ Երբ որ Հակոբը իր 12 որդիների, իրանց կանանց, իրանց երեխաների, ծառաների հետ գալիս են խոստացյալ երկիրը, իմիջիայլոց ասեմ ձեզ, երբ որ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ անապատի մեջով գնաց Քանանի երկիր, դա առաջի անգամը չէր։ Աբրահամը արդեն Քանանի երկրով ման էր եկել, Հակոբը արդեն Քանանի երկիր մտել էր, բայց Տերը այդ երկիրը դեռ պատրաստ չէր իրան տալու համար։ Բայց եկան միտեղ Հակոբն ու իր զավակները եկան Սյուքեմ կոչվող տեղը։ Եվ այս Սյուքեմում շատ մի հետաքրքիր պատմություն է տեղի ունենում։ Սյուքեմի իշխանի տղան սիրահարվում է Հակոբի աղջիկ Դինայի վրա եւ ասում է անօրենություն է գործում, բայց հետո ուզում է հետը ամուսնանա, որովհետեւ բարոյական մարդ էր, հասկանում է իր սխալը եւ ուզում է ամուսնանա Դինայի հետ։ Բայց ինչ են անում Հակոբի եղբայրները, խաբում են, թլպատության պատրվակը մեջտեղ են բերում, երբ որ համաձայնվում է իր սիրո համեմատ ամբողջ քաղաքի տղամարդիկ թլպատվում են հանուն նրա, որ Դինայի հետ ամուսնանա իշխանի տղան, բայց Շմավոն եւ Ղևի եղբայրները օգտվում են առիթից, որ այդ ընթացքում իրանք թույլ են լինում տղամարդիկ եւ կոտորում են բոլոր Սյուքեմի տղամարդկանց։ Եվ դրա համար Հակոբը իհարկե Սուրբ Հոգուց դրդված այս անեծքն է տալիս Ղևիին, որ դու բաժին չես ունել, որտեվ անիծյալ լինի ասում է ձեր բարկությունը, որ այդ բարկության մեջ դուք նման բան արեցիք։ Եվ այստեղ իմիջայլոց առաջ է գալիս այս պատվիրանը՝ ակննդական, ատամնդատամ։ Մենք երբեմն սա ասում ենք, որ եթե մեկ ինչ-որ մեզ մի բան արե, մենք պետք է համարժեքը անենք իրան։ Ոչ, սիրելիներս, Աստված այս պատվիրանը հենց տվեց դրա համար, որ դուք համահավասարաչափ պատիժ չտվեցիք եթե նա ձեր մի հոգու էր, ձեր քրոջն էր անպատվել, դուք ամբողջ մի քաղաք կործանեցիք։ Դրա համար Աստված տվեց այս կանոնը, ակննդական, այսինքն եթե մեկը Իսրայել քեզ նեղացնում է եւ դու ուզում ես Տիրոջը չես թողում վրեժխնդրություն, այլ դու ուզում ես ինքդ զբաղվել, գոնե համահավասարաչափ արա, քեզ բաժին հասած վատության փոխարեն նույն չափսի վատություն հատուցանի, այլ ոչ թե մենք երբեմն սխալ ենք հասկանում Տիրոջ խոսքը։ Աստված այս պատվերը տվեց ի բարօրություն իր ժողովրդի։ Ճիշտ է, այս պատվերը հետո Հիսուսը եկավ եւ փոխեց, ասես լսել եք, որ ասվել է, բայց ես ձեզ ասում եմ։ Բայց այն ժամանակ եւ շատերը սխալ են մեկնաբանում։ Ես շատ եմ լսել, որ բախ ինչի ինքը տա կարոնում, նայ Տերը ասեց, եթե մեկը քեզ նեղացնում է, դու էլ գնա, իր մեկը աշկը հանում է, գնա դու էլ իր աշկը հանի։ Okay, եթե մեկը քեզ վատություն արեց, կարող եք դուք հաստատ ասել, որ ձեզ նեղացնողին համահավասարաչափ դուք պատժելու եք։ Չէ, ով որ մեզ մի հատ թթու խոսք ասում, մենք 10 ենք ուզում ասել։ Ով որ մեզ մի հատ մեքենայով մեր առաջը կտրվում է, 10 անգամ մենք իր առաջն ենք ընկնում ու չգիտեմ, որտեվ սենց է մարդու բարկությունը։ Մովսեսը, որ Մովսես էր, ինքը երբ որ Եգիպտացուն սպանեց իր ժողովրդի զավակին նեղացնելու համար, բարկությունից դրդված սպանեց։ Երբևիցե չսխալվեք, որտեվ քարոզներ կան, ես լսել եմ, ասում են, դե Մովսեսը գիտեր, որ Աստված իրան, Մովսեսը ոչ մի բան չգիտեր, Մովսեսը կարող է զգում էր, բայց Մովսեսը դա արեց իր բարկությունից դրդված։ Երկու անգամ Մովսեսը, սկզբի Մովսեսը եւ հետոյի Մովսեսը, Աստծո հետ ճանապարհ անցած Մովսեսը, այդ թրծված Մովսեսը երկու անգամ իր բնավորության վատ կողմը ցույց տվեց բարկությունը։ Ինքը փարավոնի զավակ էր, ինքը կարող էր մի խոսքով ասել այդ Եգիպտացուն, վերջ, մի ծեծիր, բայց նա վերցրեց ու սպանեց։ Բարկությունը երբեմն մարդուն հասցնում է այդ աստիճանի։ Բայց այսօր ամեն թեման բարկության մասին չի, ես չեմ ուզում բարկության մասին խոսել, սա իմիջայլոց։ Ես ուզում եմ ասել, թե ինչի համար Հակոբը ասեց Ղևտացիներին, որ դուք երկրի մեջ, երբ որ Հեսուն
մտցնի ժողովուրդը Քանանի երկիր, դուք ժառանգություն չեք ունենալու, որտեվ բոլոր երկիրը, երբ որ մտներ Իսրայելը, բաժանվելու էր ամեն ցեղերի մեջ, ամեն տոհմերի մեջ, ամեն ընտանիքը իր տեղը ունենալու էր, բացի ղևտացիներից։ Եվ այսպես էլ լինելու էր, եթե մի դեպք անապատում այս ամեն ինչը չփոխեր։ Եվ այդ դեպքը գտնվում է Ելից 32-րդ գլխում։ Ելից 32, բացենք։ Ուրեմն Ելից 32, 26-րդ համարից։ Սա այն դեպքն է, երբ որ Մովսեսը գնում է Սինա լեռը 10 պատվիրանը բերելու։ Մովսեսը իջնում է եւ ինչ է տեսնում, որ հորթ են սարքե, ոսկե հորթ են սարքե եւ իրանց պատկերացմամբ Աստված այդ ոսկե հորթի նման էր եւ սկսել էին ոսկե հորթին պաշտել։ Եվ ահա որ բարկացած Մովսեսը գալիս է եւ հետեւյալն է ասում 26-րդ համար։ Մովսեսը բանակի դռանը կանգնեց եւ ասեց. «Ով որ Եհովայինն է, ինձ մոտ գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիքը նրա մոտ ժողովվեցան։ Այս դեպքը փոխում է պատմության ամբողջ ընթացքը։ Այն ցեղը, որ անիծված էր, ողորմություն է գտնում Տիրոջ կողմից։ Հրաշալի չի Տերը, սիրելիներս։ Ղևտացիները բաժին չունեցան երկրի մեջ, սակայն նրանց բաժինը Աստված էր, սիրելիներս։ Մի փնտրիր հող, տուն, շենք, հարստություն, ասա իմ բաժինը Տերն է, եւ Տերը ավելցուկով կտա, սիրելիս, մի մտածիր։ Որովհետեւ գիտեք ինչ, որովհետեւ պատմությունը տենց էլ չի վերջանում, որովհետեւ երբ որ մտնում են երկիր, ամեն մեկը պետքա սրով, թրով, կորուստներով գնար իր հողը գրավեր, բայց ոչ ղևտացին։ Հետո որ գնացել էր, գրավել էր, ամեն ինչ վերցրել էր, Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր ղևտացիներին քաղաքներ կտակ իրենց արվարձաններով բնակվելու համար։ 48 քաղաք ղևտացիներին իրենց անասունների հոտերի համար, որ գալու էր բոլոր զոհաբերություններից ու բանից, ղևտացիների բաժինը Տիրոջն էր։ Նրանք Տիրոջը պետք է ծառայեին եւ իրենց օրհնությունը Տերը տալու էր։ Լսել եք այդ խոսքը, որ ասում է անարդարի քրտինքը արդարն է ուտում։ Անհավատի քրտինքը ասում է հավատացյալին է բաժին ընկնում։ Սա հենց այս իրավիճակն է, հենց այս դեպքն է։ Ես չեմ ասում, որ Իսրայելի ժողովուրդը անհավատ են եւ այլ, բայց ոչ, եթե Տերը ընտրում է քեզ որպես իր բաժին եւ դու այո ես ասում, Տերը հոգալու է քո բոլոր կարիքների մասին։ Ամեն Տեր։ Սիրելիներս, առաջ շարժվենք։ Եվ այսպես 5 կտակարանում ուրեմն ասեցինք, որ Աստծուն ոչ բոլորն էին ծառայում, բայց նոր կտակարանում մենք բոլորս ենք ծառայում, ըստ առաջին Պետրոսի։ Եվ տեսնում ենք, որ Աստված շատ խիստ բարոյական նորմեր էր սահմանել ղևտացիների համար։ Աստված, որովհետև սուրբ է եւ իրեն ծառայողները ուզում է սուրբ լինեն։ Որովհետև սուրբ լինելը կամ ոչ սուրբ լինելը ազդում է մնացածների վրա էլ։ Դուք պատկերացնում եք, եթե ես այստեղից քարոզեմ կամ հովիվը այստեղից մի բան քարոզի, բայց ինքը այդ կյանքով չապրի, ոչ մեկ հովվի խոսքին ուշադրություն չի դարձնի։ Մենք շատ լավ գիտենք մեր ցավոք սրտի հայաստանյան եկեղեցիներից, որոնք կոչված են այնտեղի քահանաները Աստծո խոսքը սրբությամբ պահելու առաջինը ես պետք է պահեմ, հետո նոր ձեզ փոխանցեմ, որովհետև եթե ես այդ խոսքը ես շատ ժամանակ դրա համար, գիտեք սիրելիներս, ես շատ ժամանակ խուսափում եմ այնպիսի խոսքեր ասելուց, որ ես ինքս տակավին դրա մեջ չկամ, որովհետև դա իմ համար կեղծավորություն է դառնում։ Դրա համար ես շատ ժամանակ սիրում եմ Տիրոջ խոսքը տալ, բացատրել, բայց հոգևոր մեկնաբանություններ ու չտալ, որովհետև եթե ինքս դրա մեջ չկամ, ես ավելի լավ ուզում եմ լռեմ։ Այսօր ուրեմն մենք նայելու ենք ղևտացիներին որպես քահանաների պահանջվող որակավորումներին եւ համեմատելու ենք նոր կտակարանում հովվին կամ եպիսկոպոսին վերագրվող որակավորումներին։ Ուրեմն սկսելու ենք կարդալ ղևտացիների 21-րդ գլխից
առաջին համարից, Ղևտացիներ 21-րդ գլուխ առաջին համար։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. խոսիր Ահարոնի որդիներին, քահանաների հետ եւ ասիր նրանց. մի քահանա մի անձի համար անմաքուր չլինի իր ժողովրդի մեջ։ Սիրելիներ, ստեղ մեր հայկական թարգմանությունը մի թեթև վրիպում ունի։ Ես կխոսեմ դրա մասին։ Բայց միայն իր մոտ ազգականի համար, նայեք, իր մի անձի համար անմաքուր չլինի իր ժողովրդի մեջ, այստեղ մեռած մարդու դիպչելու պահնա։ Մեր մոտ չկա, չգիտեմ, բնագրում կա։ Եվ հետո երբ որ մենք գանք 21-րդ գլխի 10-րդ համարը, պարզ է դառնում, երբ որ քահանայապետին վերագրվող որակավորումների մեջ նայեք ինչ է ասում 11-րդ համարը 21-րդ գլխի, ասում է եւ մի մեռած մարդի մոտ չգնա, ոչ էլ իր հոր կամ իր մոր համար անմաքուր լինի։ Երբ որ նայում ենք քահանայապետին պահանջվող որակավորումներին, հասկանում ենք, որ մեռած մարդու մասին է կոնտեքստը լինելու, շարունակենք, ասում է մի քահանա մի անձի համար անմաքուր չլինի իր ժողովրդի մեջ, բայց միայն իր մոտ ազգականի համար։ Քահանային ուրեմն թույլ էր տրվում իր մոտ ազգականի համար, բայց քահանայապետին չէ։ Ես դրա համար եմ ասում, կա սրբության տարբեր աստիճաններ։ Երբ որ Աստված քահանային մի բան որոշակի սրբության պահ թույլ է տալիս, բայց քահանայապետը ասում է այնքան սուրբ պիտի լինի, որ նույնիսկ տաճարից դուրս չպիտի գա։ Այսինքն իր մոր եւ իր հոր եւ իր որդու եւ իր աղջկա եւ իր եղբոր համար եւ իր կույս քրոջ համար, որ մոտ է իրեն, մարդի տրված չի, նրա համար թող անմաքուր լինի։ Նա իր ժողովրդի մեջ գլխավոր լինելով անմաքուր պիտի չդառնա իրեն պղծելով։ Խոսքը վերաբերվում է ուրեմն քահանան ինչպես էր իրեն պղծելու, մեռածի հետ քահանաները մեռած մարդուն կամ մեռած անասունի իրենք դիպչելու արգելված էր։ 5 տակարանում քահանաները թաղման արարողություն չէին անում։ Հիշում եք Հիսուսային խոսքերը, երբ որ մեկը եկավ ասեց. «Տեր, թույլ տուր գնամ իմ հորը թաղեմ», ասեց թող մեռելները թաղեն մեռելներին։ Տերը ուզեց այս խոսքը հիշացնի, որ դուք որպես սեփական քահանայություն դուք իրավունք չունեք մեռելների հետ պղծվելու, բայց Տերը նաև ուրիշ ենթատեքստով սա ասաց, որովհետև մեռելներից պղծվելը մեր համար Եփեսացիս 2-րդ գլուխն է, եթե չեմ սխալվում, առաջին համարը ասում է. բայց դուք որ մի ժամանակ մեռած էիք ձեր հանցանքներում եւ մեղքերում։ Մարդ, երբ որ մեղքի մեջ է, նա մեռած է։ Քահանան, երբ որ մեռած մարդուն դիպչում էր, պղծվում էր։ Եթե մեր մեջ մեղք կա, ուրեմն մենք պղծված ենք։ Ուրեմն մենք չենք կարող Տիրոջը ծառայել։ Վերջակետ։ Չկա այնպիսի բան, որ ասենք մենք մեղավոր ենք, լավ, ոչինչ, մենք մարմնի մեջ ենք, Տերը հասկանում է, օքեյ, արդյոք դու քո մեղավոր վիճակը բերել ես Տիրոջ առջև։ Մենք քահանաներ ենք բոլորս, մենակ ոչ թե այստեղից ենք քարոզում, այլ դուք ինքներդ քահանաներ եք, դուք ձեր ընտանիքում քահանաներ պետք է լինեք։ Դուք դրսում ձեր աշխատանքի վայրում ամեն տեղը, ամեն Տիրոջ տված առիթի ժամանակ պետք է նրա առաքինությունների մասին քարոզեք։ Քարոզում եք արդյոք։ Ոչ, որովհետև ինչ որ մի բան խանգարում է։ Մեղքը։ Իմ երեխաները շատ ժամանակ մի հատ ինչ որ թեյ կար, bubble tea է կոչվում, երիտասարդները կիմանան կամ մաչա են ասում, չէ՞, Կարոլինան արդեն ծիծաղում է։ Ուրեմն այդ հեղուկը տակը գնդիկներ ունի։ Մի անգամ ինձ առաջարկեցին, ասին պապ խմի լավ բան է, վերցրեցի ձողիկով խմեցի, քաշում եմ, չի գալի։ Ինչի որտեվ այդ գնդիկը մտել էր ձողիկի մեջ, չէր թողում այդ հյութը գար։ Նույնպես եւ մեղքը սիրելիքներս չի թողում, որպեսի Աստված օրհնի քեզ ու քո միջոցով օրհնություն դառնա ուրիշներին։ Պետք է մեզ դյուրին պաշարող մեղքը նետենք, մի կողմ թողենք։ Աստված այս որակավորումներն էր ուզում իր Ղևտացի ծառայողների համար։ Շարունակենք ուրեմն 5-րդ համարից 21:5 իրենց գլխներին գերծելով կնտություն չանեն եւ իրենց մորուքի եզերքը չածիլեն եւ իրենց մարմնի վրա վետեր չանեն սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն եւ իրենց Աստծո անունը չպղծեն, որովհետեւ Եհովայի պատարակները
իրենց Աստծո հացն են մատուցանում, ուրեմն սուրբ լինեն։ Սա ասելով մի բանի նկատի ուներ Տերը։ Այս նույն բաները հեթանոսներն էին անում իրենց չաստվածների պաշտամունքների ժամանակ։ Տերը կատեգորիկ արգելում էր, ասում էր, այն բանը, որ հեթանոսներն են անում, դուք չանեք։ Ուզում եմ մեջ բերեմ Բարուքի գիրքը, ինքը կանոնավոր Աստվածաշնչի մեջ չկա, բայց Բարուքի գիրքը, երբ որ կարդում ենք, շատ օգտակար բաներ կա։ Բարուքի գրքի մեջ շատ մանրամասն ներկայացած է, թե հեթանոսները ոնց էին պաշտում իրենց Աստծուն։ Գանք լավ մեր կտակարանին, մեր Աստվածաշնչին կտակարանին, Եղիան Կարմեղոս սարի վրա։ Հիշում եք, երբ որ կանչում է Բահաղի 450 քրմերին եւ հավաքում է ժողովրդին եւ ասում ամեն մեկս ողջակեզ պատրաստենք ու տեսնենք ում Աստվածը կրակ կուղարկի այդ ողջակեզը կվառի։ Ասում է դուք սկսեք, ասում է դուք շատ եք, ասում է Բահաղի քրմերին։ Ասում է Բահաղի քրմերը առավոտի ծիրիգուն թրջկոտում էին, ապարում էին իրենց մարմինները, կտրատում էին, ասում է այնպես որ արյուններ դուրս գալիս, այդպես ասում է իրանց Աստծո առաջ իրանք պաշտամունք էին մատուցանում։ Ասում է Եղիան էլ դեռ նստած սիրում եմ այս խոսքերը, ասում է ավելի ուժեղ, կարող է քնածա ձեր Աստվածը կամ ճամփորդության է գնացել։ Սիրելիներս, մեր Աստված քնած չի, 24-ը 24, 7 օրը 7, երբ ուզում ես ծնկի արի, նա քեզ լսում է։ Եվ Տերը ասում է իրանց չնմանվեք, չանեք տենց բան։ Մենք չենք խոսում, ասենք ինչ որ մեկի մազերը երբ որ չի աճում, ինքը ածիլում է, մենք դրա մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք հեթանոսները դա անում էին կամ վետերը մարմնի վրա։ Չէ՞ մենք հիմիկ ասենք տատուները ինչ վատ բան են։ Աստված չի ուզում, որտեվ տատուներ անելով հեթանոսները տարբեր գաղափարներ էին իրենց մարմնի վրա դաջում։ Երբ որ դու տատու ես անում քո մարմնի վրա, նախ դու փչացնում ես քո մարմինը, որտեվ այդ մարմինը Սուրբ Հոգու Աստծո բնակության տեղ է, երկրորդ դու չգիտես այդ տատուն ինչ է խոսում, իրանից ինչ է ներկայացնում։ Դրա համար ենք մենք ասում տատու անելը մեղք է։ Ինչպես նաև ծխելը։ Ոչ միտեղ գրված չէ, որ ծխելը մեղք է, բայց ես ձեզ այսպիսի մի բան ասեմ։ Եթե դու մտնում ես եկեղեցի, մեր ավանդական եկեղեցիները, հետո խաչակնքելով ու հետ գնալով, այսպես դուրս ես գալիս, ի նշան խոնարհություն առ Աստված, ապա դու ինչպես կարող ես այն Աստված, որ քո տաճարում է բնակվում, այդ ծուխը լցնես այդ Աստծո վրա։ Կարաք ինձ բացատրեք։ Ես չեմ կարողանում։ Եթե ինչ որ մեկը ասում է, ես չեմ կարողանում թողեմ, ես էլ չեմ կարողանում հասկանալ։ Կներեք։ Եվ այսպես Աստված ուզում է ասել մի խառնեք օրիգինալը, բնականը անբնականի հետ, արհեստականի հետ։ Այսինքն մի արեք այն ձևի, ինչպես հեթանոսներն են անում։ Սա կոչվում է սինկրետիզմ։ Սինկրետիզմ նշանակում է բնականը, ինչպես նշեցինք, օրիգինալը, պաշտամունքի ձևը, որ Աստված ուզում է վերափոխել, մոդեռնիզացնել, ասել դե մարդիկ չեն ուզում, մի քիչ երկար ատևում խոսքը, մի քիչ կրճատենք, մի քիչ իրանց ուզած ձևով անենք։ Սիրելիներս, եկեղեցին բիզնես չի, հովիվն էլ տնօրենը չի։ Ժողովուրդը հաճախորդ չի, այլ եկեղեցիներն են մեծ թշնամի չեն։ Քանակը հաջողության նշան չի։ Աղոթքն ու ուսուցումը բիզնես ծրագրեր չեն։ Արթնությունը դրամահավաք չի։ Քարոզելը բարոյախրատական փափուկ բարձ չի։ Պաշտամունքը ցուցադրական չի, եկեղեցին որպես մարմին կենթանի է, սիրելիներս։ Եվ սրա համար մենք ինչ որ Սուրբ Գիրքը մեզ պահանջներ ներկայացնում է, մենք այդ պահանջները փորձում ենք մեր եկեղեցում կիրառել։ Այո, կան եկեղեցիներ, որ պետք է ինչ որ բաներ փոխվեն։ Նույն հոգնած երգերը, նույն բորբոսնած պատերը, սա պիտի փոխվի, պետքա ինչ որ մի բան թարմացվի, նորություն, նորամուծություն։ Օրինակ, ես ասեմ, փառաբանությունը այն եկեղեցին, որ առաջ ես գնում էի, գալիս էիր, երաժշտություն կար, բայց փառաբանություն չկար։ Ինչքան էլ տրտմած լինես, երբ որ փառաբանությունը գնում է, դու արդեն հոգով կապնվում ես Տիրոջ հետ։ Սրանք պետք է փոխվեն, բայց
Աստծո խոսքը երբեք չպետք է փոխվի։ Մենք չպետք է հաջողանանք մարդկանց, գաղատացից թղթում ասում է, մենք մարդկանց ենք հաջողանում, թե Աստծուն։ Երբևիցե խոսքը ինչքան կտրուկ է, այնքան պետք է խոսի։ Մեղավորը, որ գալիս է այս եկեղեցի, ոչ թե մենք պետք է փշի անենք, որ պահենք, մեղավորը պետք է գա իր մեղքերը այս եկեղեցում տեսնի։ Պետք է գա ու տեսնի, որ այս եկեղեցին սուրբ է, սուրբ նշանակում է զատված, որ այստեղ նստածները բոլորը սուրբ են։ Սիրելիներ, մենք սուրբ ենք, դուք սուրբ եք, քահանայություն եք, սուրբ ազգ, երբ պետք է հասկանանք մենք դա, որ կատակ չի, եկեղեցի խաղալը, եկեղեցի չի։ Փառք Տիրոջը, խնդրեմ կներեք, կարող է մի քիչ խիստ է հնչում խոսքը։ Շարունակենք ուրեմն։ Տերը ավելի է բարձրացնում իր նշաձողը, բարոյականության նշաձողը իր քահանաների հանդեպ, բայց միևնույն ժամանակ, երբ որ կարդում ենք 5 կտակարանյան քահանաների մասին, հիշեք Պետրոսի 2-րդ գլուխը, որ ասեցի, այդ նույն քահանաները նոր կտակարանում մենք ենք։ Ինչ որ ընդեղ էր, հոգևոր առումով մեզ էլ է վերաբերվում։ Նայեք ինչ է ասում։ 7-րդ համարից 21-րդ գլուխ։ Պոռնիկ կամ պղծված կնիկ չառնեն եւ իր մարդիցը արձակված կնիկ չառնեն, որովհետեւ քահանան սուրբ է իր Աստծուն եւ պիտի սրբես նրան, որտեղ նա քո Աստծո հացն է մատուցանում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որտեղ ես Եհովաս, որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։ Սիրելիներս, 5 կտակարանում քահանաներին խստիվ արգելվում էր պղծված մեկի հետ ամուսնանալը։ Քահանայապետին ընդհանրապես ոչ միայն պղծված, այլ ուրիշ ցեղերից ոչ մեկին, այլ միայն ղևտական ցեղից։ Ինչի համար, որպեսի քահանայական ցեղը չպղծվի։ Աստված մեզ համար ինչ ունի մեզ համար։ 2 Կորինթացիս 6:14-ը հետևյալն է ասում։ 2 Կորինթացիս 6:14 Անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք։ Սա Պողոս առաքյալը վերցրել է նորից գաղափարը 5 կտակարանից։ Ես դրա համար եմ ասում, ով 5 կտակարանը չի սիրում, նոր կտակարանը չի կարող հասկանալ։ Տերը երբ որ զանազան պատվերներ էր տալի, ասում էր, որ մի դաշտի մեջ, եթե դաշտում գործ ես անում, եզը եզի հետ թող լինի, ձին ձիի հետ, նես չպիտի լինի, որ եզը էշի հետ կամ ջորիի հետ միատեղ նույն լծի տակ նույն գործը անեն։ Եվ սա Պողոս առաքյալը վերցնում է ու նոր կտակարանում ասում է մեզ է ասում, հավատացյալներիս ասում է մենք գործ չունենք անհավատների հետ, ինչպես որ խավարը լույսի հետ, ինչպես Բելիարը Քրիստոսի հետ, այնպես է դուք օտարախառն լծակից մի եղեք։ Սիրելի քույր եւ եղբայր, երիտասարդ, դու չես կարող պարզապես ամուսնանալ անհավատի հետ։ Գիտեք ինչի, կարող ես դու ազատ կամք ունես։ Մենք սրանով ենք նման։ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով եւ նմանությամբ եւ տվեց մեզ ազատ կամք։ Դու կարող ես ամուսնանալ, բայց պատրաստ եղիր հետևանքներին, որովհետեւ եթե դու ամուսնացար անհավատի հետ, դու լինելով հավատացյալ, չմտածես հանկարծ, որ կարող ես անհավատ կնոջդ կամ անհավատ ամուսնուդ, եթե քույր ես հավատացյալ սարքել, կյանքում դու չես հավատացյալ սարքում, Աստված է հավատացյալ սարքում ճակերտավոր, այսպես ասենք, բայց Աստված պատվիրում է քեզ նմանի հետ մի ամուսնացիր։ Աստված քահանային պատվիրում է պոռնիկի հետ մի ամուսնացիր։ Մենք ինչի չենք կարող ամուսնանալ անբարոյականի հետ, որտեղ անբարոյականը Աստծո լույսի տակ չի եկել։ Մենք չենք պիտակավորում մարդուն։ Միջև անբարոյականը չգա Աստծո լույսի տակ, մենք չենք կարող անբարոյականի հետ, չնայած որ մեկս կուզի անբարոյականի հետ ամուսնանալ, չէ՞։ Որ տղան կամ որ տղայի ծնողը կուզի իր տղան կամ աղջիկը ամուսնանա անառակ ինչ որ մեկի հետ։ Ոչ ոք, ես որպես ծնող չեմ ցանկանա։ Եվ մի բան էլ ասեմ։ Եթե դու սիրելի երիտասարդ կամ երիտասարդուհի, դու ինքդ չես կարողանում քեզ կողակից ընտրես ու դա քո տեղ քո ծնողներն են անում, ուրեմն դու չես էլ կարողանալու հետո քո ընտանիքը կառավարես։ Եվ հետո երբ որ քո ծնողը կամ դու ինքդ մարդկայնորեն ես մտածում, ինչ որ մեկին տեսանք, ինչ որ նոր մարդ եկավ, սպասի, մոտիկանամ, սպասի, լսի, եկել է, տեսել ես, դուրդ եկել է, աղոթի,
Աստծո կամքը սենց են իմանում, աղոթի ու սպասի, եթե նույն համակրանքը նա էլ քո հանդեպ կունենա, ուրեմն Տիրոջ կամքն է։ Բայց դու եթե մարդկայնորեն մտածես, ասես ես գնամ, ես անեմ, միգուցե Տերը թողի, միգուցե ստացվի, բայց միգուցե դա Տիրոջ օրհնությունը չլինի քո համար։ Եթե մենք հավատում ենք, որ Տերիսն է ամեն բան, թող Տերը որոշի, սիրելիս, թող Տերը որոշի, ոչ մեկ քեզ չասի քո տարիները անցավ, Տերը գիտի քո տարիների քանակն էլ, քո մազերի քանակն էլ, թող Տերը որոշի, սիրելի երիտասարդ, երիտասարդուհի, աղոթիր քո կեսի համար։ Աղոթեք քո կեսի համար, թող Տերը գործի, այս եկեղեցին չլինի, մյուս եկեղեցին կլինի։ 3 հատ տարբեր եկեղեցիներ ունենք Հոլանդում, Գերմանիայում, մի տեղից կգտնվի։ Փառք Տիրոջը։ Վերջի վերջո եթե չէ Հայաստանը կա, մեծ եկեղեցի է։ Սիրելիներս, բայց Աստծո կամքը ոնց իմանա մեր երիտասարդը կամ երիտասարդուին։ Դուր է եկել, լավ, ճիշտ զգացմունքն էլ է Տիրոջից, չէ՞, դուր է եկել, բայց ոնց իմանանք սա Աստծո կամքն է, թե չէ։ Առանց դու քայլ անելու, ցույց տալու, որ այդ անձի հանդեպ հետաքրքրված ես, ծնկի արի Տիրոջ առաջ, աղոթի։ Եթե սա է, նա էլ է գալու քո մոտ, նա էլ է հետաքրքրվելու քեզնով։ Թող Տերը գործի։ Ոչ թե քո ծնողը, ոչ թե քո ծնողը փնտրի, չգիտեմ, եկեղեցիներից եկեղեցիներ։ Ամեն։ Ամեն։ Եվ շատ կարևոր է ճիշտ ընտրությունը, որովհետև Մաղաքիա 2:15-16-ը հետևյալն է ասում, Մաղաքիա 2:15-16-ը։ Երիտասարդությանդ կնոջ հետ անհավատարիմ մի եղիր, որովհետև ես ատում եմ ապահարզանը։ Տերը ամեն բաժանություն ատում է։ Տերը ընտանիքում բաժանությունը ատում է, Տերը եկեղեցիների բաժանությունը ատում է, սիրելիներս։ Դրա համար արա մի անգամ, բայց ճիշտ ընտրություն, որտեվ այդ ընտրության հետ դու պարտավոր ես ամբողջ կյանքդ ապրելու։ Դրա համար մի սխալվի, մի տրվի մենակ տեսքին, հարստությանը, փառանձեմի աղջիկն է, գիտես ինչ հարուստ են։ Հետո ինչ, ամուսնացար բաժանվեցիր, հետո Տերը ատում է ապահարզանը։ Մի արա տես բան, սպասի Տիրոջը, Տիրոջից վերցրու քո բաժինը։ Հետո մի ասա, վայ, դե չստացվեց, ոչինչ, մեղք էր էլի։ Ցանկացած մեղքի նման, մեղքը մեղք է, բայց կան մեղքեր, որ ատելի են Տիրոջ համար։ Տերը զգուշացնում է, ես ատում եմ ապահարզանը, ճիշտ ընտրություն արա։ Ընտրի այն մեկին, որ պատրաստված է, Աստված պատրաստել է քո համար, ամուսնացի, օրհնյալ եղի, երջանիկ եղի։ Տերը ուզում է երջանիկ լինես։ Որովհետև սուրբ ընտանիքները, եթե մենք երկուսն էլ հավատացյալ չեն, սուրբ չեն, չի լինի, սուրբ սերունդ չեն ունենա։ Որովհետև տղամարդը Կիրակի օրը ուզելու է գնալ եկեղեցի, կինը ասելու է, չէ, գնանք, մեր էս ինչ բարեկամի բանն է, տոնն է, չգիտեմ, քեֆն է, ուրախությունն է, հարսանիքն է, ծնունդն է, Կիրակի օրով։ Հասկանում ենք, բայց արդեն գաղափարների անհամատեղելիություն է լինելու, սիրելիներս, դրա համար անհավատը հավատացյալի հետ գործ չունի, մենք դրա համար ենք ասում, քո հոտի մեջից, մեր պապերը դրա համար են ասում, քո հոտի մեջ, քո նախրի մեջից գնա ընտրի։ Հոտը նախիրը մեր հավատացյալներն են, իրանցից ընտրի, որ նույն գաղափարը ունենաք, հասկանում եք, նույն մտածելակերպը, երբ որ պրոբլեմները գան, խնդիրները գան, ինչքան է ծանր ու դժվար լինեն, երկուսը Քրիստոսի հոգին ունենալով այդ խնդիրների, պրոբլեմների միջով կարողանաք անցնել, դուրս գաք, բայց եթե մեկը անհավատ է, մեկը հավատացյալ, անհավատը միշտ պատվիրելու է էլի, փող, շոր, չգիտեմ ինչ։ Հոգևորների մեջ էլ կան, չեմ ասում մենք ապահովագրված ենք, բայց հոգևորները գոնե մենք մեզ հույս ենք տալի, որ հոգևոր են, էլի։ Տերը օրհնի, հասկացանք ինչ եմ ասում։ Ուրեմն շարունակենք, Աստված 9-րդ համարում ավելի է խստացնում իրեն ծառայողների նկարագիրը։ Նայեք ինչ ասում, 9-րդ համարը։ Եվ եթե մի քահանայի աղջիկը պոռնկություն անելով պղծվելու լինի, նա պղծում է իր հորը, նա կրակով պիտի այրվի։ Հերիք չի քահանան իրավունք չունի անբարոյականի հետ ամուսնանալու, հələ իր ընտանիքում էլ պետք է անբարոյականություն չլինի։ Այս սրա համար ենք ասում, որտեվ սուրբ ամուսնությունը սուրբ սերունդ է նախատեսում, ակնկալում, ենթադրում։
Առաջին Տիմոթեոս 3:4-6 հետևյալն է ասում. Որովհետև եթե մեկը իր տանը վերակացու լինել չգիտենա, ինչպես նա Աստծո եկեղեցում խնամք կտանի։ Տիտոս 1:6 եպիսկոպոսը պետք է հավատացյալ որդիք ունենա, որոնց վրա անառակության գանգատ չկա։ Հասկանանք հետևյալը. մեզանից չի կախված մեր երեխաները հավատացյալ կդառնան, թե չէ, բայց մեզանից շատ բան է կախված։ Տիտոսն ուզում է ասել, որ հավատացյալի ընտանիքում կարող են լինել անհավատ զավակներ, բայց եթե հայրը կամ մայրը դրա հետ օքեյ են, սա անընդունելի է։ Նման անձնավորությունը եկեղեցում պարզապես չի կարա պատասխանատու դեր ու պաշտոն գրավի։ Մենք մեզանից կախվածը պետք է այդ ուղղությամբ անենք, հավատքով աղոթենք, պետքա ծոմապահություն վերցնենք։ Օրինակով, ինչքան հնարավոր է նրանց վաղ տարիքում, սիրելիներս, եթե վաղ տարիքում մենք մեր երեխաներին ճիշտ ձևով չդաստիարակեցինք, հետո երբ որ մեծանան, դժվար է լինել նամանավանդ այս երկրում։ Որովհետև եկեղեցում անցկացրած ժամանակը համահավասար չի աշխարհում անցկացրած ժամանակին։ Եթե երեխաներիդ բերում ես եկեղեցի ու մտածում ես դե լավ է, ոչինչ կիրակի օրերը գոնե եկեղեցում են մի ժամ, 2 ժամ եկեղեցում լինելով, այն 22-23 ժամը, որ դրսում են, չի իրար հետ փակում։ Դրա համար ծառայությունը պետքա ընտանիքում էլ շարունակվի։ Դրա համար մենք պետքա այդ լծակիցները լինենք, որպեսի միևնույն ամուսին եւ կին լծված իրանց երեխաների ումա պետք ամբողջ աշխարհը շահես, բայց քո երեխաներին անտեսանես։ Աստված բալանս է սիրում։ Երբևիցե չսխալվեք, Աստված չի սիրում, որ ես առավոտից իրիկուն ստեղ ծառայեմ, դեղ ծառայեմ, դեղ ծառայեմ, բայց իմ ընտանիքը անտեսան եմ։ Ոչ, Տերը ասում է քո ծառայությունը քո ընտանիքից է սկսում։ Եպիսկոպոսության ես ձգտում, լավ ես անում։ Սակայն Հիսուսն ասաց, ով է այն մարդը, որ ինչ որ մի ծրագիր սկսելուց առաջ իր հնարավորությունները չհաշվարկի, նոր մտնի այդ գործի մեջ։ Եթե ոչ սիրելիս, լիք ուրիշ ծառայություններ էլ կան։ Դու կարող ես այդ ծառայությունները անել, ոչ մի պակաս ծառայություն չկա, ոչ մի փոքր ծառայություն չկա։ Եվ վերջացնելով ուզում եմ հետևյալը ասեմ։ Մենք բոլորս թագավորական քահանայություն ենք, որ կանչված են քարոզելու նրա առաքինությունները, սա չմոռանանք։ Մենակ հովիվը չի եւ այս բեմից քարոզողները չեն, որ պետք է սուրբ լինեն։ Պետք է տեսնենք, արդյոք մենք սուրբ կյանքով ենք ապրում, արդյոք պայքարում ենք այն սովորությունների դեմ, որոնք մեզ հանգիստ չեն տալիս։ Ամեն մեկս ունենք կախվածություններ, կան մեր կյանքում տարբեր բաներ։ Սիրելիս, ես մի պատգամ ունեմ, մի քարոզ ունեմ, կոչվում է 10 պատվիրանները։ Որտեվ շատ ժամանակ մենք ասում ենք, դե դա 5 տակարանում էր, Քրիստոսով արդեն այդ ամեն ինչը մեր սրտի տախտակների վրա է գրված եւ Սուրբ Հոգին մեզ հիշեցնում է։ Բայց եթե դու 10 պատվիրանների մասին գաղափար չունես, Սուրբ Հոգին քեզ ո՞նց է հիշեցնելու, դու որ պատվիրանը խախտեցիր կամ զգալու ես հանդիմանություն, բայց չես հասկանալու ինչ ես արել։ Դրա համար երբևիցե 10 պատվիրանները չի հնացել։ 10 պատվիրաններով մենք չենք փրկվում, բայց փրկվելուց հետո այդ 10 պատվիրանները մենք կիրառում ենք։ Փառս Սուրբ Աստծո։ Եվ մենք մեզանից կախվածը պետք է անենք, որպեսզի Աստված էլ կարողանա օրհնել մեզ, որովհետև Աստվածաշունչը ով գրեց։ Մարդ եւ Աստված։ Ով է ապրում սուրբ կյանքով։ Ես եւ Աստված։ Որովհետև ես ինքնուրույն չեմ կարող սուրբ կյանքով ապրեմ, բայց Աստված էլ չի կարող ինձ պարտադրի սուրբ կյանք, եթե ես չցանկանամ այդ սուրբ կյանքով ապրել։ Դու ընտրեցիր Աստծուն, թե Աստված քեզ։ Երկուստեք։ Աստված իր կանխագիտությամբ գիտեր, արդյոք ես ընդունելու եմ իր որդուն, թե չէ։ Այո, Աստծո սերը քաշեց ինձ, բայց ես իմ այոն եմ ասում Տիրոջը։ Դրա համար երկուստեք գործ ասա։ Միայն Աստծո գործը չի։ Եթե միայն Աստծո գործը լիներ, մենք այստեղ ոչ մի բան չունեինք անելու։ Աստված գիտի ում երբ փրկելու։ Ինչ իմաստ կա գալու եկեղեցի, աղոթելու մեր հարազատների համար։ Մենք չգիտենք, Աստված գիտի։ Արդյոք Հիսուսն Աստված է թե մարդ։
երկուսն էլ Աստված կատարյալ մարդ էր, կատարյալ Աստված։ Սա ասելով, որ ամեն ինչ փող համագործակցության մեջ է, եթե կա ինչ-որ մի բնագավառ քո կյանքում, որ պետք է ուղղվի, Աստված գերբնական ինչ-որ մի միջամտություն չի անելու։ Աստված քեզ օգնելու է, որ դու անես, տալու է քեզ այդ զորությունը, բայց դու պիտի ուզես։ Եվ վերջում ուզում եմ վերջացնել առաջին Կորինթացիս 11:32-ով։ Առաջին Կորինթացիս 11:32 հետևյալն է ասում. Ուրեմն, եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի, բայց դատվելով Տերիցը խրատվում ենք, որ այս աշխարհի հետ չդատապարտվենք։ Տերը օրհնի իր կենթանի խոսքը իր փառքի համար։ Ամեն։